Պրոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հարազատներն ու տասնյակ պրոշյանցիներ այսօր հավաքվել էին ոստիկանության շենքի դիմաց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից պարզաբանումներ ակնկալելով գյուղապետի սպանության գործի վերաբերյալ։ Բանն այն է, որ այսօր դրանում է Հրաչ Մուրադյանի առեղծվածային սպանության 5 ամիսը, բայց ոչ ընտանիքը, ոչ մտերիմները որևէ տեղեկություն չունեն, թե ինչ փուլում է նախաքննությունը եւ ինչ ընթացք է գործը ստանում։ Մուրադյանի ավագ եղբայրը Զոհրաբ Մուրադյանը մեծ զրույցում ասաց, որ քննիչները ոչ այցելել են իրենց, ոչ էլ իրենց են հրավիրել հարցաքննության եւ ընտանիքը անորոշության մեջ է։ Հիշեցնենք, դաշնակցական նախկին գյուղապետը սպանվել էր ապրիլի 2-ին գյուղապետարանի շենքի դիմաց առավոտյան ժամը 9-ի շրջակայքում աշխատավայր մտնելիս։ Որպես կասկածյալ կալանավորված է նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, ով մեղադրվում է սպանության եւ ապօրինի զենք կրելու մեջ։ Բայց սպանվածի հարազատները պնդում են, որ պատվիրատուներն ու հանցավոր շղթան բացահայտված չեն եւ մինչեւ այդ բացահայտումները չլինեն, Հրաչ Մուրադյանի ընտանիքը իրեն չի կարող անվտանգ զգալ։ Նրա եղբոր կինը Լյուսիա Մուրադյանը մեծ զրույցում ասաց, որ բայց արդեն 5 ամիս է, էլ ինչքան կարելի է համբերել, էլ արդեն չենք կարողանում, մի վիճակի չենք, ամեն պրոշյանցու մեջ մենք շտամի ենք տեսնում, ահավոր վիճակ է, դուք ուղղակի կարող չեք պատկերացնում մեր վիճակը։ Այսինքն լարվածությունը խորացել է, ավելի է խորանում, ավելի է խորանում, նույնիսկ երեխեքին չենք ուզում մանկապարտեզ ուղարկենք, վաղ կա։ Իրական համարտասպանը ով է, եւ ով է այս ամեն ինչի հետևում, գլխավորը ով է պատվիրատուն։ Շարունակում եք համոզված մնալ, որ սա պատվիրված բան է։ Այո, անպայման, դա անհնար է, մի մարդու գործ չի, դա պատվիրված բան է ու վերևներից է։ Մենք կարանք համոզված լինենք ու կբացահայտի, թե չգիտեմ արդեն ոչ։ Շարքային սպանություն չի կատարվել, սպանդել է գյուղապետը իր ծառայողական պարտականությունները կատարելիս, իշխանության ներկայացուցչական շենքի մուտքի առջև, հարցի ամբողջ բարդությունն ու ծանրությունը գիտակցելով, պրոշյանցին մենք բոլորս այսօր պահանջատեր ենք եւ պահանջում ենք շուտապույտ բացահայտում։ Կրկնում եմ, հասկանալով ամբողջ ծանրությունն ու բարդությունը։ Կարծում ենք, որ 5 ամիսը բավարար ժամկետ է։ Եվ այսօր մենք հավաքվել ենք ոստիկանության շենքի առջև եւ ուզում ենք անձամբ պարոն ոստիկանապետից լսել ինչ է արվել եւ գործի քննությունը ինչ անգրվանում է։ Այս գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի փաստաբանն էլ իր հերթին պնդում է, որ Պետրոսյանը որևէ առնչություն չունի սպանությանը։ Նրա դեմ որևէ վկայի ցուցմունք չկա, երիտասարդին ոչ միայն անհիմն են պահում կալանավորված, այլ ընդհանրապես նրա ձերբակալությունն է եղել ըստ փաստաբան Գիվի Հովհաննիսյանի անհիմն։ Հրաչ Մուրադյանի ընտանիքը դժվարանում է ասել, թե որքանով են իրենց համար արժանահավատ կալանավորվածի անմեղության մասին պնդումները։ Զոհրաբ Մուրադյանը մեծ զրույցում հարց ուղղեց փաստաբանին։ Եթե մարդը մեջ 5 ամիս անմեղ մարդը կարան բայել, հարցը չէ, մասնակից եմ։ Իսկ դրդապատճառները դուք քաղաքական եք շարունակում համարել այս։ Հավելեմ, որ ոստիկանության մոտ ակցիայի հենց սկզբում ցուցարարներից 4-ին ներս հրավիրեցին։ Տեղեկացանք, որ նրանց ընդունել են քրեական հետախուզության վարչությունում։ Վարչության պետը համաձայնել է, որ քննությունը բավական դանդաղ է ընթանում, դա բացատրելով գործի բարդությամբ։ Հրաչ Մուրադյանի հարազատներն էլ հայտարարել են, որ եթե այս անորոշ վիճակը շարունակվի, բողոքի ցույցերը հաճախակի են դառնալու։